Հարգելի հեռուստադիտողներ եւ ռադիոլսողներ, Armon TV եւ Ռադիո Վան Գյումրիի եթերում երկու սերունդ հաղորդաշարն է։ Եվ այսօրվա մեր հյուրերն են հնչյունային ռեժիսորներ Արամ եւ Արթուր Ավետիսյանները։ Ողջունում ենք ձեզ։ Բարև։ Այսօրվա մեր զրույցը ծավալվելու է ձայն եւ երաժշտություն թեմաների շուրջ, որում մենք հուսով ենք, որ կկարողանանք հետաքրքիր փաստեր բացահայտել երկու տարբեր սերունդների ծավալած գործողությունների հատման կետերում։ Պարոն Ավետիսյան, կխնդրենք պատմել, թե ինչպես է սկսվել ձեր ճանապարհը այս ոլորտում։ Ճանապարհը սկսվել է երկրաշարժից հետո, 88 թվականի երկրաշարժից հետո, երբ որ ես Գյումրիում կային երաժշտական խմբեր։ Մինչև այդ հաջողել եմ անունները շատ հետաքրքիր էր։ Ծիծեռնակ, ջազ բենդ կար, ինքը մեծ բենդ էր, բիգ բենդ էր ավելի շատ, հետո կար տեխնիկ ու կար զանգակ։ Ես ծիծեռնակ խմբի մեջ նվագելով հարվածային գործիքներ եմ նվագել, հետո գնացի զանգակ խումբ, ներողություն տեխնիկում էի, հետո երկրաշարժից հետո երաժշտական այդ ոլորտը դե ամբողջ Հայաստանում ոչ մի երաժշտություն ոչ բան, հետո ես ծանոթացա Երջանկայի շատակ Գագիկ Սահակյանի հետ, ով զանգակ խմբի ղեկավարն էր, ինքը մասնագիտությամբ ֆիզիկ էր, նաև շատ լավ երաժիշտ էր, ու Գագիկը սկսեց ինձ սովորեցնել ու բացատրել ինչ բան է ձայնը։ Այդ ժամանակ ես ավելի խորը սկսեցի ուսումնասիրել, իր շնորհիվ իրա շատ բաներ սովորեցի ու նաև հետագայում ինքը միշտ իրավիճակներ կստեղծեր, որ ես ինքս կարողանայի այդ ձայնի խնդիրների տակից դուրս գալ, թե այն ժամանակ առաջի ձայնագրությունը որել եմ բաբին կասետներով, այսինքն ինչ ինքը լենտեր, մեծ լենտեր, սպտտվող 1 կիլոմետրանոց լենտեր էին ու շատ հետաքրքիր։ Մենք սկսել ենք այդ ձայնագրություններով, անալոգային ձայնային վահանակներով, միքշերներով, անալոգ պրոցեսորներով եւ այլն, որն իմ համար ամենաակտուալն է ու ամենաճիշտն է մինչեւ հիմա։ Ու սկսեցի զբաղվել, սիրել, ուսումնասիրել, այն ժամանակ ոչ մի ինֆորմացիա չունեինք, ինտերնետ չկար, կարող է մաքսիմումը Մոսկվայից մարդիկ որ հարցնենք քեզ ինչ նվեր բերենք, ես սկսեի ինձ բաներ բերեք, ժուրնալներ կար, Music Box կոչվեր։ Ես այն ժամանակ 20 տարեկան չկայի, դպրոց կհաջողեի, բերեինք, ես այդ ժուրնալը կկարդայի, մեջը հնչյունային ռեժիսորները խորհուրդներ կուտային բաներ։ Ու նաև ունեի մի ամհրաշք, որն էր Գագիկն էր Սահակյան, ու մենք իրար հետ միշտ էքսպերիմենտներ կնեինք ձայնի հետ կապված, օսցիլոգրաֆներ էր տեղադրված, ուտպես սկսավ իմ կյանքս ձայնի մեջ, ասես եմ։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան։ Այժմ հարցս ուզում եմ ուղղել Արտուշին որպես նոր սերնդի, նոր տեխնոլոգիաների ներկայացուցիչ։ Արտուշյան, կխնդրեմ դու եւս պատմես քո մասնագիտական կարիերայի մեկնարկի մասին, թե ինչպես ստացվեց, որ ընտրեցիր հենց այս ոլորտը ու ինչ ճանապարհով սկսեցիր քո գործունեությունը ծավալել։ Ես մասնագիտական որոշումս ունեցել եմ շատ փոքր հասակից, մանկապարտեզ էի գնում։ Այդ ժամանակ հայրիկս աշխատում էր երկրաշարժ ֆիլմի ներողություն, մի վախեցիր ֆիլմի վրա։ Ես շատ փոքր էի ու շատ հեռվից նայում եմ թե ինչ էր անում, ոնց էր անում այդ ամեն ինչը գործընթացը ու շատ հետաքրքրեց։ Շատ տեսնում եմ ինչ-որ հետաքրքիր բաներ պատմում էկրանի վրա, ինչ-որ բաներ կատարում, դա ինձ շատ հետաքրքիր էր։ Սկսեցի խորանալ ուսումնասիրել, կարդալ։ Ես սկսեցի հետո արդեն զբաղվել համերգների ձայներով, մինչև համերգների ձայներով զբաղվել, արդեն մեր ստուդիայում անում եմ միքս, մաստերինգ, նաև իմ առաջի տասատուն եղել է հենց հայրիկս, իդեպ ձայնի առումով, ինձ տվել են գիտելիքները, որ չէր կարող տալ ոչ մեկ։ Սկզբնական շրջանում սովորեցի, ինքն էլ ինձ ուղղություններ էր տալիս, մինչև դեռ հիմա ինչ-որ բաներ կա, որ անում եմ, կարող է շուտով ինձ ուղղություն տա, որ այսպես արա, այսպես ավելի ճիշտ է ու ես ընդունում եմ այդ խորհուրդը։ Հենց հայրիկն է եղել այդ անունը, որից հետո սկսվել է ձեր մասնագիտական ճանապարհը։ Որ նկարում էի, Արտուշը 3 թե 4 տարեկան էր, ինքն իմ կողքից հեռու չէր էշտա, ինքը միշտ նստած գնար, թե ես ինչ կնեի, ես անգամ կսկսեի նեղվել, որ այ մարդ էս երեխան ուրիշ հետաքրքրություն չունի, բան
Հետո Արդուշը արդեն 7-8 տարեկան էր, մի անգամ թե կուզեմ արդեն թե ինք իր նոթբուքը ուներ, կուզեմ կոմպյուտերից մեջ Cubase գցեմ, արդեն անունները ինչ Արդուշ ջան ավելի թեթև սոֆտերից սկսե բանել, Cubase արդեն ինքը մի քիչ ծանր է բան, լավ եղավ։ Հարավը զարթնել Արդուշ Cubase դեմ ինստած ինչ բանկ են։ Եթե կնոջս չեմ կրնա հարցնեմ դու ես գցե դե չէ։ Ճանր։ Որպես Արդուշը սկսեց։ Այդ ժամանակահատվածում ինտերնետ հասկացողություն կանա զարգացած չէր ու ծրագրեր CD-ների վրա էր ինքը։ Իսկ երբևէ այլ մասնագիտության մեջ եք պատկերացրած ես։ Ես ժամանակին սովորում ռադիոէլեկտրոնիկա, նաև ՏՏ ոլորտ եմ ուսումնասիրել։ Մենք ռոբոտ ենք ստեղծել ընկերներով։ Երեմյան Սերգեյ։ Դա շատ լավ դասատուներից եղել Արդուշը։ Շատ մեր լավ ընկերն է, ողջունում ենք Սերգեյին, Սերգեյ ջան, ողջուններս։ Ու այդ ամեն ինչը նաև ինձ օգնեց իմ ոլորտում։ Հիմա կարող են հարցնել, թե ինչ տարբերություն, ասենք, քիչ կապ ունի մեկը մյուսի հետ, ու շատ ուղղակի կապ կա իրանց մեջ, որովհետև հիմա քանի որ տեխնոլոգիան զարգացել է, կանցավ շատ թվային աշխարհ։ Նույն ցայնային վահանակներն ու շատ թվայնացված են։ Որովհետև դաժե մի փոքր կոդինգ իմանալը, նույն սարքերի աշխատանքային պրինցիպը իմանալը օգնում է լիքը խնդիրներին արագ լուծում տալու համար։ Պարոն Ավետիսյան, ինչ առանձնահատկություններ կամ տարբերություններ առաջ կքաշեք ձեր սերունդի եւ ներկայիս ժամանակի սերունդների միջև։ Այն ժամանակ, երբ որ մենք սկսեցինք, երբ որ ես սկսեցի, այդ լենթը ինչի համար շեշտեցի ու ինչի ես Գագիգին հիշեցի, ես նախ Գագիգին միշտ եմ հիշում, Գագիգը միակն էր, ով կարող էր բացատրել այդ արագության տակ լենտի ֆռալու ինքը ինչ արագության տակ այդ լենտի վրա կցայնագրեր մագնիսական դաշտի շնորհիվ թե լենտի ինքիրանով մետաղական բան ուներ նյուտոներ իր վրան այդ մանրակրկիտ այդ ամեն ինչից սկսած ինքը կսորվեցներ ու ինքը ինքան հետաքրքիր կպատմեր այդ ամեն ինչ որ դու կարող ես ամբողջ օրը նստած իրան լսեиш թե լավ հետո երբ որ եկավ մեր պահամ հասա որ այդ լենտը բանել արդեն ակտուալ չէր հետո սկսեցինք գրել բանը մագնիտոֆոնի կասետների վրա ամենաբարձր որակը մետալն էր լենտի տեսակ էր ինքը կար խրոմ ու մետալ այսինքն կար նորմալ position նորմալ լենտերներ որոնք որ մագնիտոֆոնների մեջ գտնեիր ինքը կնվագեր կար խրոմը ինքը ավելի հաջողականությունները բարձր կլսեիր ու կար մետալը այ մետալի վրա մենք կենեինք master zapis-ը արդեն ես 97 թվականին ստեղծեցի ստուդիան հորիզոնը ու ցայնագրեցի բաբինաների վրա հետո master-ը գրեի կասետի վրա հետո ելավ մինի դիսկ հետո այդ մինի դիսկից հետո ելավ CD բայց մինի դիսկը ավելի ապահով էր որովհետև այդ մինի դիսկերն որ կար փոքրիկ իրանց այդ մենք ասենք գցե դիսկ այսինքն վինիլը ինչ կնվագեր ուսս նույն բանը ուսս մնար կրգներ գպանկեներ կամ զբոյ կուդար հա այս մինի դիսկի հավանականությունը շատ քիչ էր որ այդ զբոյերը եղներ մենք հետո կասետից վերածեցինք մինի դիսկի վրա մաստերը հիմա հարցս ուզում եմ ուղղել Արթուր ջան քեզ բավականին երկար ժամանակ է արդեն դու քո գործունեությունը ծավալում ես այս ոլորտում ու ինձ հետաքրքիր էր թե երաժշտության մասով երգի մասով Ինչպիսին է ըստ քեզ ժամանակի փոփոխությունը ընկալման տեսակետից հասարակության մոտ։ Ինչ որ փոփոխություն նկատում ես հին ժամանակների մեջ եւ նորի մեջ։ Ինչ որ փոփոխություն կա։ Ինչ պահանջներ կա սերունդը։ Որակական մասով նաեւ հա կարելի է խոսել ու պահանջարկների հետ կապված։ Որակական առումով հա շատ տարբերություն կա, համ լավը, համ վատը, վատը ավելի շատ վատը շատ է կերակշռում իրականում Իսկ գուցե այդ ամեն ինչը կապված է ավելի շատ հասարակության պահանջների հետ։ Նաև, բայց իմ պատկերացմամբ պետք է մենք փորձենք մաքսիմալ տանք բարձրորակ երաժշտություն, մարդիկ կսկսեն լսել դա։ Իսկ ինչ եք կարծում, հարցս ուղղում եմ երկուսիդ, ինչ եք կարծում, կա արդյոք տարբերակ, որով մենք կարողանանք շտկել վատ երաժշտության մատուցումը դեպի հասարակությունը։ Դուք ձեր խոսքի մեջ պարոն Ավետիսյան նշեցիք, որ թող չմատուցեն, հա, վատ երաժշտություն, կա արդյոք տարբերակ, որով մենք կարողանանք արգելք հանդիսանալ այդ վատ երաժշտության տարածմանը։ Չէ։ Չկա։ Իսկ ձեր կարծիքով Երևի թե
Չէ։ Մի տարբերակ կներես Սարդուշյան, մի տարբերակ կարող է անի, եթե պետությունը ստիպե ամբողջ pedagogan ապարատը ստիպե բոլոր երեխեքին, բոլորին պարտադիր հաջողեն երաշտական դպրոց։ Պարտադիր։ Այսինքն այն ինչ որ երեխան եթե չգնաց կրթական այս մեր դպրոցները, ուսումնական դպրոցները, ինչ կզանգեն, կդակշկրվին, ինչի չգավ, կամ դուրս կմնա երեխան։ Երևի թե միակ տարբերակը ստիպել բոլոր երեխեքին, բոլոր անխտիր, որբիսի երեխեքը ու երաշտական դպրոցը սպեցին համապատասխան թեորիան կամ երաշտության պատմությունը կամ մտցնեն պարտադիր դպրոցների մեջ երաշտության պատմություն չգիտեմ ինչ են ինչ որ բան են իրանք են այդ մասնագետները ես ամեն դեպքում շատ կուզենամ որ ստիպեն բոլոր երեխեքին ժամանակին մեր տարիքի մեջ գոնե երեխեքին կտանեին դաշնամուրի մանավանդ աղջիկ երեխեքը պետք է գոնե երաշտական դիպլոմ ունենային երաշտական դպրոց դիպլոմ ունենային այդ չգիտեմ ինչ էր բայց գոնե պետք է ունենային այդ երեխան հեչ բանոր չէ գոնե ինքը մի հատ կամ նկարչության արվեստի ոլորտում ինչ որ մասնակցություն ունենային երեխեքը եթե դու կրթությունը չստացար քեզ ինչ էլ մատուցեն քեզ համար դի կրթությունը հասկանաք ինքը շատ վատ բան է ինքը կազդե մարդու ինտելեկտի վրա ինքը կազդե ամեն մտածելակերպդ կփոխվի քեզ կթվա այդ ինչ որ բարձր նոտաների այդ չգիտեմ ինչ այդ գորալով երկերն ու այդ բանը ինքն է քուգդ ինքը քուգդ չէ այսօր քանի հոգու դուք գիտեք որ Սայաթնովա գլսը Սայաթնովան գիտություն է ինքիրանով շատ քչերը շատ իրոք Կուսան Շայանի քիշկը կբացես հələ դու ես երաժիշտներին խորհուրդ կտամ Կուսան Շայանի կառուցած ռիթմիկ սեկցիան մի ադմ նայեն 5-4 9-8 չափեր 11-9 չափեր դենագով նվակ է այդ մարդը կանոնը դրել է գիրգը ու ինքը ստեղծագործել է գործեր որ դու պետք է ավարտած երաժիշտ անես դու կարողանաս կալկուլյացիա անես այդ չափը ու նվագես այդ եսի մեծ է եղել Շահենը չէ Նախ սկսենք այնտեղից որ պետք է ծնողները հետևողական լինեն իրենց երեխաներին այ օրինակ իմն լիքը դասական կլասիկ համերգներ լիքը արտիստներ են գալիս չէ համերգներ են տալիս դասական տանը երեխաները մեկ-մեկ այդ նույնիսկ փոքր ժամանակվանից պետք է տանը որ իրանք այդ ամենը լսեն իրանք պատկերացում կազմեն ճիշտ երաժշտության մասին օրինակ ես փոքր ժամանակվանից լսել եմ շատ ճիշտ երաժշտություն լսել եմ կլասիկա լսել եմ համաշխարհային արտիստների Kenzie Dulfer, Phil Collins, չգիտեմ, Jackson նույնիսկ Այսինքն, դրանք տարբեր ժանրեր են, բայց այդ տարբեր ժանրերը քեզ օգնում են, որ դու երաժշտական ճիշտ պատկերացումը կառուցես քո մեջ։ Օրինակ պիտի որ հիշես մեր դպրոցական տարիներին, երբ որ մենք դպրոց էինք հաճախում, դպրոցներում կար երգերաժշտության ու կերպարվեստի դասեր։ Մենք անցնում էինք ու բավականին դասագրքերի մեջ հետաքրքիր ու օգտակար բաներ էր գրված։ Օրինակ ես հիշում եմ երգերաժշտության դասերի ժամանակ մենք անցնում էինք միմիայն հայկական այն բարձրակարգ հին Սայաթնովա եւ շարունակությունը արդեն ու անցնում էինք նաեւ համաշխարհային կլասիկա որոշ չափով ծանոթանում էինք կոնկրետ ինչ-որ մի քանի գործեր կար որոնք որ նշված էր որ պարտադիր պետք է լսեին գալիս էինք տուն տնային հանրություն որպես լսում էինք ու կենսագրությունը թե ով է եղել ինչ է եղել ինչի է այս ամեն ինչը եղել հիմա չգիտեմ արդյոք կա դպրոցներում այդ դասընթացները կա կազմակերպվում են տվյալ դասերը թե չէ օրինակ Արտուշ ես գիտեմ որ դու նաեւ բավականին մեծ աշխատանք ես կատարել ֆիլմերի հնչյունավորման հետ կապված ինչ կասես այդ մասին ինչ աշխատանքներ են եւ ինչ դժվարություններ ունեն իրանք ու ինչպես կարող է ազդել ֆիլմի ձայնը ֆիլմի երաժշտությունը դիտորդի վրա արդյոք ունի իր կարեւորությունը եւ արդյոք կրում է իր մեջ մշակութային հետք միանշանակ նախ սկսենք այնտեղից որ ֆիլմում ամենակարևոր բանը դա ձայնն է իրական ձայնը ասում նաեւ երաժշտությունն է որովհետեւ այսինքն դեպի նայումս կադրը այսպես ասած գործողություններ է կատարում դա չկա ձայն ինքը դատարկություն է անիմացիոն է ֆիլմ աշխարհում սկզբնական շրջանը որպես հնչյունավորում ինչ արեցին դաշնակահարը նավակակցում էր Իսկն նույն Չարլի Չապլինի ժամանակ ման որ նայում ես դու ֆիլմը դաշնակահարը տակից նավակակցում ես այնտեղ կար սիտուացիաներ որ ինքը մի քիչ
լարում մեր սիտուացիան, հանգստացնում մեր սիտուացիան, որում տալիս է դա դինամիկա է տալիս է դա ամեն ինչին։ Հիմա որ ամեն ինչը զարգացել է տեխնոլոգիան եւ այլն, արդեն ֆիլմերում օգտագործվում է ցանային վիզուալ էֆեկտներ։ Լիքը տարբեր տեսակի ցանային վիզուալ էֆեկտ, որի վառօրինակը հենց բանն է։ Պիատի էլեմենտը, 5-րդ էլեմենտը։ Վառօրինակներից մեկը աշխարհում։ Դες դու քո խոսքի մեջ շեշտեցիր Չարլի Չապլինյան ժամանակահատվածի, ֆիլմերի հետ կապված, որ երաժշտությունը օգտագործվում էր նվագակցության տեսքով, ու ներկա ժամանակահատվածում այդ հիմնականում տեխնոլոգիական process-ներ են։ Արդյոք ունի իր նույն ազդեցությունը, ինչ ռեալ նվագակցությունը եւ ռեալ տրամադրությունը երաժշտական ու տեխնոլոգիական մասով արված աշխատանքը։ Հիմա ըստ քեզ որն է ավելի մեծ ազդեցություն թողնում գիտոշի վրա։ Միանշանակ կենտրոնի նվագակցությունը։ Օրինակ Հանս Զիմմերը, կոմպոզիտոր Հանս Զիմմերը իր բոլոր ստեղծագործությունները նվագում են հենց սիմֆոնիկ օրկեստրները։ Իսկ ցանագրում են օրկեստրները, վրայից ավելացնում մի քանի ցաներ, սեմպլներ եւ ստանում են տվյալ ֆիլմի կամ soundtrack-ը կամ background music-ը դրա համար որ ինչի համար մոտ է, կոմպոզիտորը ավելի լավն ավելի հետաքրքիր է, քան մյուսինը։ Գաղտնիք այդ բնականության մեջ է։ Դες հաղորդման մեկնարկին շեշտեցիր, որ դու քո մասնագիտական, այսպես ասած, կարիերան մեկնարկել ես դեռ վաղ հասակից, երբ պարոն Ավետիսյանը իր գործունեությունն էր ծավալում ու այդ ամեն ինչը հետաքրքրել է քեզ։ Ծանոթ լինելով այն ժամանակվա տեխնոլոգիաներին, այն ժամանակվա աշխատելավոճին ու ներկայումս աշխատելով բարձրակարգ տեխնոլոգիաներով, կար ինչ-որ բան, որ կուզենայիր փոխել անցյալում, եթե հնարավորություն ունենայիր, եւ ինչը կփոխեի ներկայում վերցնելով անցյալից։ Ինչ կտաներ, այսինքն ներկայից անցյալ ու անցյալից ներկա ինչ կբերեիր։ Ունակ անցյալից կբերեի այն, որ մարդիկ սիրում են կարդալ, ուսումնասիրել, սովորել։ Հիմա կա բան է AI ասվածը, արհեստական բանականությունը, որը որ մեր ոլորտում էլ կա։ Ինքը կարևոր բան է, լավ բան է։ Ոնց որ համացանցը կախված է դե մարդը ինչ նպատակով իրան կօգտագործի։ Այո, համացանցը տարբեր մարդիկ տարբեր նպատակներով կօգտագործեն։ Ես ինֆորմացիա ստանալու կամ ինչ-որ մի հարց ուղղելու, արագ պատասխան ստանալու համար։ Բայց ես արհեստական բանականությունից չեմ օգտվի, որպեսզի զարգացնեմ իմ անձնական բանականությունս։ Այսինքն ես հարմար կգտնեմ ավելի լավ է մի շաբաթ, երկու շաբաթ գիշեր-ցերեկ չքնեմ, հասկանամ իմ հարցից պատասխանը, կամ մի հատ նստիմ երկու շաբաթ ստուդիայի մեջ էքսպերիմենտներ անեմ, քան թե գրեմ ու պատասխանը ստանամ, այդ շատ լավ է։ Այդ կարող ես օգտագործես այն պարագայում, եղել է որ դիմել ենք իրան, եթե պես մի իրավիճակ եղել, քեզ դու այդ ժամանակը չունիս։ Քեզ պետք է շատ արագ այդ հարցի պատասխանը ստանալ ու չգիտենալով ում զանգես կամ ինչ անես, դու հարցը կուտաս իրան կստանաս, օքեյ է։ Ինքը շատ լավ բան է։ Էլեքսը մեծ իրան ճիշտ կօգտագործես։ Բայց ես ինքս կաշխատեմ ավելի շատ ես ինձ նագրուսկի տակ տնեմ, որովհետեւ ես ստանամ իմ հարցերից պատասխանը։ Կարող է դու հաջողիկի համար ես իրան դիմեմ, տեսնեմ կհամապատասխանը իմ ու իր ինտելեկտը եղել է տարակարծություններ, եղել է նաև իր պատասխանը ես փորձել եմ, իրանն էլ է վերսիա, իմս էլ է վերսիա։ Ընդանուր կաշխատեմ ես իրան չդիմեմ։ Եվ որպես վերջաբան կխնդրեմ երկու սերնդի ներկայացուցիչներ, ինչ կասեք մեր նորեկներին ոլորտը հաջողելու համար, ձեր խորհուրդը։ Մեծից փոքր սկսենք թե փոքրից մեծ։ Եկեք մեծից փոքր, որպես ավակ սերնդի ներկայացուցիչ։ Իմ կյանքից փորձը ցույց է տվել, որ ամենակարևոր բանը սորվելն է։ Ինքը ամենակարևոր բանն է։ Այն մարդը, որ կհամարե երկու վիդեոռոլիկ նայելով, որ ինքը արդեն ամեն ինչ գիտե, մյուսներին խորհուրդ կտամ հեռու մնան այդ մարդկանցից, որովհետև ինքը սխալ ինֆորմացիայի հոսք է ու ինքը կշեղե մարդկանց ճիշտ ճանապարհից։ Իսկ դուք ինչ կասեք, Արտուշ ջան։ Սելին համարած նույն բանը, ասկն թող շատ կարդան, շատ ուսումնասիրեն, մանավանդ հիմա ամեն ինչը զարգացել է, ավելի շատ ինֆորմացիայի աղբյուր կա։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք ձեզ, ուրախ ենք ձեզ տեսնել մեր տաղավարում։ Վստահ ենք շատ խելացի զրույց ենք ունեցել եւ շատ կօգնենք մեր սերունդներին։
բավականին հագեցված եւ ինֆորմացիայով լեցուն զրույց էր ու հաստատ այս հաղորդումը իր ազդեցությունը կունենա բոլորեն անձանց համար, ովքեր կորոշեն ընտրել հենց այս ոլորտը։ Շնորհակալություն։ Մենք էլ ենք շնորհակալ, որ մեր խոսքը հասանելի կդարձնեք մարդկանց, երևի թե իրանք այդ խոսքի կարիքը ունենան, ուղղակի նկատի ունենալու համար։ Մենք էլ ենք շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ եւ ռադիո լսողներ, Armount TV-ի եւ Ռադիո Վան Գյումրիի եթերում էր 2 սերունդ հաղորդաշարը։ Սպասեք մեզ նոր քննարկումներով։ Հաջողություն ձեզ։